Պարոն Սարգսյան, ընտրություններից հետո Հանրապետություն կուսակցությունը շնորհավորեց քաղաքացիական պայմանագիր կուսակցությանն ու Նիկոլ Փաշինյանին հաղթանակ համոզիչ համարելով, ինչն եք հիմքում դրել, որ Փաշինյանի հաղթանակը համոզիչ եք համարում, հատկապես այն ֆոնին, որ ընդդիմադիր ուժերը Հայաստան դաշինքը, ուժեղ Հայաստանը, Բարգավաճ Հայաստանը միասնության թևերը խնդիրներ են տեսնում, տոտալիտար ճնշումների մասին են խոսում։ Անկախ այն բանից, որ ընտրություններում նույնիսկ իշխանության թույլ տված բազմաթիվ ընտրական process-ի հետ կապված բացթողումներով ու սխալներով մեր ժողովուրդը իր քվեարկությամբ ստեղծեց իրավիճակ, որով Հայաստանը չդարձավ Բելարուս, ավելին անգամ Վրաստան չդարձավ։ Այս է եմ շնորհավորել մեր ժողովրդի այն ընտրությունը, որ ինքը մերժեց Բելարուս կամ Վրաստանի մոդելով Իվանիշվիլի ունենալու մոդելին եւ այդ առումով քաղաքացիական պայմանագիր կուսակցության քվեները, ինչը ինքը ստացել է ժողովրդից, իմ համոզմամբ կաշառքով չեն եւ իմ համոզմամբ հիմնականում մեր ժողովրդի կամ արտահայտության հստակ արտահայտությունն։ Ինչը չեմ կարող ասել մյուս ուժերի առումով, որոնք հիմնականում հովանավորվում էին դրսից, ներառյալ դրսից մեր հայրենակիցներին Հայաստան ուղարկելով, ներառյալ պատժամիջոցներով կամ արգելակներով, որոնք էլ իշխանությունները օգտագործում էին հիմնականում 24/7 ռեժիմով, անընդհատ ցուցադրելով, անընդհատ հակակոռուպցիոնով բացահայտելով, սև ու սպիտակ ձևավորելու դաշտում, ինչը կարծես թե իրենց ձեռնատու էր այդ համատեքստում եւ արդյունքում ստեղծվեց այն վիճակը, ինչ վիճակը 2021 թվականին էր եւ ժողովուրդը դրվեց կամ-կամի մեջ, գուցե այս տարբերակը ձեռնատու է ԿՊ-ին, ես չգիտեմ, բայց դա միանշանակ ձեռնատու չի երկրին, պետականությանը, որտեղ որպես այդպեսին քաղաքական դաշտը չի ձևավորվում, քաղաքական միտք չի գեներացվում, խնդիրը գնում է դրսից կառավարվող ուժի Հայաստանի որպես ինքնիշխան պետություն մնալու կամ այդ պետությանը մերժելու համատեքստում, ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքական փոփոխությունների կամ զարգացման համատեքստում։ Պարոն Սարգսյան, դուք մի գործընթաց սկսեցիք ընտրություններից առաջ, բանավեճի ժամանակ, երբ որ Նիկոլ Փաշինյանի հետ տետ-ա-տետ խոսում էիք, Սամվել Կարապետյանի ուժին գրանցել չգրանցելու հարցի թեմայով, Նիկոլ Փաշինյանի հորդորով դուք դիմեցիք կենտրոնական ընտրական հանձնաժողով, թե չէ։ Բացարձակ խնդիրը հորդորինը չէր, Նիկոլ Փաշինյանը նախ չհորդորեց, խորհուրդ տվեց դիմել եւ կարծում եմ այդ խորհուրդ տալու տարբերակը, որը կիրառեց Նիկոլ Փաշինյանը, ինքը իր վրայից պատասխանատվությունը ուրիշի վրա դնելու մղում էր ավելի շուտ, որտեղ ինքը ինչ ասաց, մենք դիմենք, որպեսզի ստացվի, որ ԿՊ-ն վախեցավ մրցակիցներից, այսինքն Նիկոլ Փաշինյանը իրեն դրսևորեց ոչ թե որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որը պարտավոր է արդար ընտրություններ ապահովել, արդար պայմաններ ապահովել բոլոր քաղաքական ուժերի առումով, այլ իրեն դրսևորվեց որպես ԿՊ-ի նախագահ, ԿՊ-ի հեղինակությունը պահելու առումով, ինչը կոպտագույն սխալ էր եւ ստացվեց այնպես, որ այն կոչերը, որը անում էր Նիկոլ Փաշինյանը, որ Սամվել Կարապետյանը շպիոն է, հենց տեղում արեց, չէ, որ հակակոռուպցիոն հազարավոր բացահայտումներ է արել, կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեր դիմումից հետո հիմնավորեց, որ դրանք անհիմն են, այսինքն շպիոն չի, դրսից չի ուղղորդվում եւ այդ, չգիտեմ, հազարավոր մարդկանց, ովքեր որ կաշառք էին բաժանում, այդ մարդկանց առումով հիմքեր չկան։ Իրականում մեր ժողովուրդը ինքը պիտի պատասխանի, կաշառք բաժանվել է թե ոչ։ Եվ եթե բաժանվել է, ով պիտի թույլ չտար այդ կաշառք բաժանելը։ Իշխանությունն ասում է, որ ինքը թույլ չի տվել։ Բայց այդ թույլ չտալը իշխանության ասած այդ հակակոռուպցիոնի խնդիրները երբ հարցել է կոնկրետ գործ անելուն դիմելուց հետո կոնկրետ
հարցեր լուծելուն, իրենք այդ հարցերը լուծելուն չեն գնաց։ Դուք այդ խնդիրները մշտապես էիք բարձրաձայնում, թե քարոզարշավի ժամանակ, թե այն ժամանակ, որ հայտնի դարձավ Սամվել Կարապետյանը, պետք է քաղաքական process-ների մաս դառնա։ Ինչու միայն Նիկոլ Փաշինյանի այդ բանավեճի ընթացքում երկխոսությունից հետո որոշեցիք դիմել, ավելի վաղ չէիք դիմում։ Շատ պարզ, ես բանավեճի ժամանակ էլ երկրորդ անգամ այդ հակադարձեցի ու մարդիկ մտածեցին, թե այդ ասելով ես հրաժարվում եմ դիմելուց, որտեղ ես բացատրեցի, որ այն խնդիրները, ինչը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, դրսից ուղղորդված լինելու, համատարած կաշառք բաժանելու խնդիրները ազգային անվտանգության խնդիր են։ Եվ դա իշխանության խնդիրն է, ոչ թե առանձին վերցրած կուսակցության։ Այսինքն ես համարել եմ, որ այդ խնդիրները կա, որ այդ խնդիրների իշխանությունը տեսնում է եւ այդ խնդիրների լուծումը իշխանության խնդիրն է։ Ես կենտրոնական ընտրական հանձնաժողովին դիմելուց հետո նաեւ դատարան չդիմեցի, որովհետեւ գնդակ իսկապես իշխանությունների դաշտում էր։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինքը կարող էր մեր ներկայացրածի իսկությունը ստուգելու համար դիմեր դատարանին, բայց իրենք դա էլ չարեցին, այսինքն ակնհայտ դարձավ, որ իշխանությունը այնքան ինքնավստահ է իր ուժերի վրա, այնպես ինչպես իրենք ընտրությունից առաջ ասում էին, որ գիտեք ինչ, մենք պիտի հանրությանը ցույց տանք, որ մենք արդար ընտրություններում կարող ենք հաղթել ցանկացած, բայց իրենք պիտի կարողանային արդար ընտրություններ ապահովել, իրենք ունեին այդ գործիքակազմը արդար ընտրություններ ապահովելու եւ իրենք այդ գործիքակազմը արդար ընտրությունների ապահովելու ամբողջությամբ չօգտագործեցին։ Ու այդ չօգտագործելը ակնհայտ էր նաեւ բազմաթիվ պարամետրերով։ Նիկոլ Փաշինյանը սկսնակ չի քաղաքական դաշտում, ինքը կեղծված ընտրություններ տեսել է եւ որ խոսում ենք հակակոռուպցիոնի արած աշխատանքից, այո, հակակոռուպցիոնը աշխատանք արել է ու ինչ ընտրություններում կաշառք բաժանելու խնդիրը դրված էր 100,000 մարդու կաշառք հասցնելու։ Այս իշխանությունը գիտեր 100,000 մարդուն կաշառք հասցնելու մեխանիզմը հետեւյալն է, որ դու պիտի ունենաս տասնապետեր եւ ունենաս 100-ապետեր։ Կաշառքը այդպես է բաժանվել ու այստեղ է որ Նիկոլ Փաշինյանը սկսնակ չի ու այդ բաները գիտի նախորդ իշխանությունների արած խախտումներից, մեր սահմանադրական դատարան դիմաց դիմումներից։ Դա նշանակում է, որ 100,000, 10,000 մարդ 100,000-ի պարագայում, տասնապետ է եւ 1,000 մարդ 100-ապետ։ Հիմի իրենք բռնել են 200 գործ ու ինչ։ Այդ են 10,000-ից է, թե 10,000-ից բաժանածներից է 100,000-ից։ Այդ իրենց բռնածը իրական կաշառքի 10%-ներ չի կազմում ու չէր էլ կարող կազմել, որովհետև հակակոռուպցիոնը չունի այդքան հնարավորություն, որ 100,000 կաշառք բաժանելու դեպքում, 100,000 մարդու խնդիր դրած կաշառք բաժանելու դեպքում դրա դեմն առնի ինչ է հակակոռուպցիոնը չգիտեր, թե Նիկոլ Փաշինյանը չգիտեր, թե ինչ էին մտածում։ Մտածում էին, որ մարդիկ կվախենան։ Չէ, հայ մարդը միշտ էլ մտածել է, որ ով ռիսկի չի գնում, նա շամպայն չի խմում։ Ձեզ ինչ տվեց ԿՀ դիմելը, պարոն Սարգսյան, ձեր ուժին ընտրություններից մի քանի ժամ առաջ։ Մենք ցույց տվեցինք, որ մենք կարող ենք գնալ Ռուսաստանի Դաշնությանը դեմ, մենք կարող ենք գնալ միլիարդատիրոջը դեմ։ Այն քաղաքական թիմերը, ովքեր խոսում էին արևմտյան արժեքներից, ովքեր խոսում են հիմա էլ ընտրության կեղծված լինելուց, ովքեր այդ թեման բարձրաձայնում էին, իրենք էլ կարող էին դիմել, իրենք չդիմեցին։ Ինչի չդիմեցին, այդ արդեն խնդրի երկրորդ կողմն է ու մեկնաբանությունն է կամ հետևությունը պիտի անի մեր հանրությունը։ Օգնեց դա ձեզ ընտրություններին, թե ոչ նման քայլի գնալը, թե խանգարեց տպավորություն թողնելով, որ իշխանության ներկայացուցչի ասածն է կանում, որտեղ դա մեկնաբանվեց որպես sense ցուցում, հանձնարարություն։ Գիտեք ինչ, մեկնաբանությունների դաշտը կախված որևէ կողմի շահագրգռության կամ որևէ կողմի դրանից եկող եկամուտների հետ է կապված։ Օրինակ, մենք միշտ եղել ենք Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության կցորդը եւ կոշտ պայքարել ենք ռուսական ուղղության եւ ռուսական ազդեցության ուժերի դեմ։ Բնականաբար սա դուր չի եկել ոչ Ռուսաստանին, ոչ նրա ազդեցության քաղաքական ուժերին եւ մեր Հայաստանի ինքնիշխանության կցորդ լինելը իրենք վերագրել են ԿՊ-ին կցորդ լինելու։
Եվ իրենք այդ արել են իրենց մամուլի բոլոր օրգաններով 27-24-7 ռեժիմով։ Սա նաև ձեռնատու է եղել իշխանությունը։ Եվ իշխանական մամուլն էլ սրան չի հակադրվել, որտեղ այդ պարագայում ստացվում է իրենց համար շատ ձեռնատու իրավիճակ, որ կան իրենք, կան նրանք եւ կա իրենց կցորդ։ Այս պարագան միանշանակ ձեռնատու է եղել բոլորին։ Ու մեր ժողովուրդը այս տեղատարափի մեջ ընկալել է մեզ իրականում ոչ թե Հայաստանի ինքնիշխանության ու անկախության կցորդ, այլ Նիկոլ Փաշինյանի կցորդ, ինչը շատ բնական է։ Նման հակակարողություն, ինչը արվել է մեր ուղղությամբ, այսօրվա անդիմադիր ուժերի եւ ռուսական ազդեցության ուժերի մամուլի միջոցներով, անգամ նրանց առաջի դեմքերով Սամվել Կարապետյանով եւ Ռոբերտ Քոչարյանով, եթե արվեր մեզանից ավել քվեհավաքած որևէ քաղաքական ուժի, այդ քաղաքական ուժից թացտեղ անգամ չէր մնա։ Մենք էլի մեր ունեցած, մեր շրջապատի եղած, մեզ հարգող ու մեզ գնահատող մարդկանցով որոշակի քվեհավաքեցինք, ինչի համար շատ շնորհակալ եմ, որովհետև այդ մարդիկ հետևողականորեն եկել են մեր հետ։ ԿՀ դիմելը ձեզ խանգարեց ավելի շատ քվեներ ստանալ, պարոն Սարգսյան, թե չէ։ Բացարձակ իմ կարծիքով ոչ, ինքը ոչ խանգարեց, ոչ էլ օգնեց, ինքը հիմք տվեց, որ հետագայում մենք կարողանանք ասել, որ մենք դիմել ենք այդ ԿՀ։ Մենք չենք վախեցել ոչ ռուսներից, ոչ միլիարդատիրոջից։ Դուք չեք պատկերացնի, թե այդ օրերին, այդ օր ու կեսվա մեջ ինչքան սպառնալիքներ, ինչ կարգի հայհոյանքներ եւ ինչ ճշում է եղել իմ վրա։ Ուսից վստահեցնում եմ։ Դուք չեք պատկերացնի։ ԿՀ դիմելուց հետո։ Այո, ԿՀ դիմելուց երբ որ ես ասացի, որ դիմելու եմ ԿՀ վարչապետի ասելուց հետո, երբ որ ես ասացի դիմելու եմ ԿՀ, երբ որ հայտնի դարձավ, որ մեր խումբը փաստաբանների հետ աշխատում է ԿՀ-ի հետ դիմելու, այդ ընթացքում այդ ճնշումները ներառյալ հարազատներից կողմից։ Ասենք ազգակիցներ ունեմ, ում հետ արդեն վիճել եմ վերջ։ Ու ես այդ ինչի համար եմ արել։ Ես այդ արել եմ, որտեղ ես ի սկզբանե համարել եմ, որ այն քաղաքական ուժը, որին աջակցում է դուրսը, որի կապիտալի 70%-ը դրսում է, որը Հայաստանու ներքաղաքական կյանքում մեծ քանակությամբ ֆինանսական ռեսուրսներ ծախսելով մտել է ընտրապայքարի մեջ, չպետք է գրանցվի։ Դա օրենքի պահանջ է։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պիտի պաշտպանեին օրենքը։ Ես նույնիսկ ասել եմ, թե տեսեք, թե ասենք Մոլդովայում Սանդուն այդ խնդիրը ոնց լուծեց։ Իսկ Սանդուն այդ խնդիրը լուծեց շատ պարզ։ Ինքը ուղղակի ասեց, որ իր երկիրը գնում է դեպի արևմուտք, դեպի Եվրոպա, իրենք ուզում են Եվրոպայի մաս դառնալ, հետևաբար այն քաղաքական ուժերն ու քաղաքական անհատները, ովքեր Մոլդովայի ժողովրդի կամքի ոտքերից կախված նրան ուզում են քաշել դեպի Ռուսաստան, Բելարուս միություն, ինքը այդ ուժերին հարված էր սա Փաշինյանի կողմից ձեր ուժին ուղված։ Գիտեք ինչ, Փաշինյանի կողմից կամ քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից այս ընտրություններում այն բաց թողած հնարավորությունը, որ իրենք պիտի կիրառեին, որպեսզի ընտրությունները լինեին իսկապես արդար, թափանցիկ եւ այն ուժերը, ովքեր թե ընտրակաշառք են բաժանել, թե դրսի օժանդակությունից են օգտվել, թե հիբրիդային պատերազմի են թևն են դարձել, որ հեսա ադրբեջանցիները 300,000-ով գալու են եւ այլը, թե Ռուսաստանի Մարիա Զախարովայի խոսնակն են դարել, թե իրենց պատճառով նաեւ արգելանքել է դրվել հայկական ապրանքների վրա եւ նրանց դեմքերից մեկն ասել է, որ եթե ինձ ընտրեք իմ պարագայում Ռուսաստանի հետ որևէ հայ որևէ խնդիր չի ունենա, այս ուժերը կարողացան մասնակցել ընտրություններին, կարողացան այդ ընտրություններում իրենց քարոզչությունը տանել, այս ուժերի կաշառք բաժանելու հնարավորությունը ամբողջությամբ չկարողացան փակել, ձերբակալվածները, որոնք որ ձերբակալվել էին, դատական կարգով պատասխանատվության չենթարկեցին, դրանք դատարաններ չմտան, դատարաններից հետևություններ չեղան, կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ հետևություն չարեց, արդյունքում նաև
վերջնական արդյունքում թվերը կարգին հաշվել չկարողացան։ Իհարկե սա գործող իշխանության թերացումն է, որ մեր ժողովրդի առաջ պատասխանատվություն ունի արդար ընտրություններ Չէ, բայց Նիկոլ Փաշինյանը համերգի եթերում անտատ ասաց, որ ցած ասաց թասիբի գցեց, հա, ձեզ, դա հարված էր ձեզ։ Դեռ թասիբի գցելու խնդիրը չկա։ Նիկոլ Փաշինյանը իր անելիքը, ինչը ինքը պիտի աներ որպես պետություն, ինքը այդ չէր արել, ինքը իրեն պահել էր որպես ԿՊ-ի լիդեր, ինքը համարել էր, որ ինքը հաղթելու է ու շատ մեծ տարբերությամբ, երևի իր հարցումներն իրեն այդ էին տվել ու ինքը փորձեց դրանից խուսափել ու խորհուրդ տվեց դիմել, ես էլ դիմեցի, արդյունքը տեսանք։ Ես նորից եմ ասում։ Ինչու վարչական դատարան շարունակեցիք։ Որովհետև իսկապես գնդակը պետության դաշտում էր, որովհետև արտաքին քաղաքական միջամտության դեմը առնելու խնդիրը իրավական դաշտում քաղաքական կուսակցությանը չի, այդ գործիքներն ունի պետությունը։ Հա, դիմեիք վարչական դատարան, գուցե բավարարում էր հայցը։ Գիտեք ինչ, վարչական դատարան պիտի դիմեր կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Ըստ էության, ես կենտրոնական ընտրական հանձնաժողովը չպիտի դիմեի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինքը պիտի հետևություն աներ։ Ես մինչև ընտրություններ 1 տարի առաջ դեպի։ Չէ, դուք վարչական ԿՀ-ի որոշումը պետք է վարչական դատարանում վիճարկեիք։ ԿՀ-ի որոշումը ԿՀ-ն ինքը կարող էր որոշում կայացնել վարչական դատարանի հետ կապված։ Եթե ԿՀ-ն այդ որոշումը չկայացրեց, ինքը համարեց, որ այն ինչ որ Հայաստանի Հանրապետության իշխանություններն ասում են, որ Սամվել Կարապետյանը շպիոն է, որ չգիտեմ, այդ հակակոռուպցիոն կոմիտեի թվարկած այդ թվարկած խախտումները կաշառքի բաժանելը անհիմն են։ Դրանից հետո վարչական դատարան դիմելու իմաստը ինչու՞մն էր, երբ որ մի օր հետո, 2 օր հետո ընտրություն էր։ Արդեն չկար այդ իմաստը։ Այսինքն ես մտածեցի, որ պետությունը կունենա այն կամքը, Չեղարկվեր, եթե վարչական դատարանը որոշում կայացներ, որ իրավունք չունի ուժեղ Հայաստանը մասնակցելու, արդյունքները չէին ճանաչվի։ Գիտեք ինչ, ձեր ասելով դուրս է գալի, որ ես եմ մեղավոր, որ ուժեղ Հայաստանը մասնակցում է ընտրություններին։ Չէ, ես ասում եմ, ինչու դուք գործընթացը կիսատ թողեցիք։ Ես այդ գործընթացը չպետք է սկսեի էլ, ես ասում եմ։ Ես սկսեցի, որտեղ վարչապետն ասեց դիմեք, ասեց դուք դիմել եք, ասեցի բանավոր բազմաթիվ անգամներ, ասեց դիմեք գրավոր, ասեցի շատ լավ կդիմեմ գրավոր։ Դիմեցի տեսապետության վերաբերմունքը, տեսապետական կառույցների վերաբերմունքը։ Ես ո երեխա չեմ, հասկանալով, որ մի հատ էլ վարչական դատարանն է դիմելու, նորից դիմեմ։ Դուք կարծում եք ես ինչ իրավական process-ներից հաճույք եմ ստանում, դրանից հետո էլ սահմանադրական դատարան դիմեի, հետո ՄԱԿ, հետո ում։ Խնդիրը ինչու՞մն էր։ Խնդիրը նրանում է, որ գործող իշխանությունը ինքը պիտի թույլ չտա, որ դրսից ուղղորդվող քաղաքական ուժը մարդը ում ունեցած կապիտալը 70%-ով Ռուսաստանում է, ում Ռուսաստանի նախագահը իրեն ուղիղ ասում է, ում եվրոպական կառույցների բացահայտումներով պարզում է, որ ՖՍԲ-ի աշխատող է, ում առաջին համարը Ռուսաստանի քաղաքացիություն ունի, պարզվում է, ու այդքանից հետո թողում են, որ ինքը գրանցվի, մասնակցի, ու այդքանից հետո էլ վարչապետն ասում է գրավոր դիմեք, մենք դիմում ենք, ու այդտեղ էլի մենք ենք մեղավոր։ Այսինքն այս ամեն ինչի կամ չգիտեմ, այն մյուս ուժի երկրորդ համարը ազգային անվտանգության խնդիր է ունեցել, ազգի դավաճանությամբ է այդ հոդվածով, չգիտեմ, գտնվում է բանտում, այդ ուժի ներկայացուցիչները ըստ հակակոռուպցիոնի կաշառք են բաժանել, այսօր իրենք բարձ ասում են, մենք արդար ենք, դուք օրենքը խախտում եք, այս ընտրատեղամասերում խախտում եք, եւ շատ ճիշտ են անում ու լավ են անում։ Նույնը մյուս ուժի Ռոբերտ Քոչյանի պարագայում, որ հոկտեմբերի 27-ից սկսած մինչև մարտի 1-ով հազարավոր գործեր կան։ Ու ինչ էս ամեն ինչով։ Իհարկե մենք զբաղվել ենք, իհարկե մենք բարձրաձայնել ենք, իհարկե ամբողջ քարոզարշավի ընթացքում այդ մասին ենք խոսել։ Իհարկե խոսել։ Պարոն Սարգսյան, որ նշեցիք ճնշումներ կային ձեր վրա, դա ուղղակի զուտ խոսակցություններ կարծիքների տեսքով էր, թե այլ կերպ էր դրսևորվում։ Գիտեք ինչ, այդ իմ վրա բացի խոսակցություններից ու կարծիքներից այլ կերպ ճնշելու հնարավորություն որևէ մեկը չունի։ Փառք Աստծո, ես այնպիսի կյանք եմ ապրել, որ որևէ մեկից կախվածություն չունեմ, ընդհակառակը
բազմաթիվ մարդիկ կան, ովքեր ինձ տեսնելուց պիտի շնորհակալություն ասեն։ Այսինքն դա միայն բարոյական մարդկային շփումների հարթության մեջ է եղել։ Ես այս երկրում որևէ թշնամի չունեմ, իսկապես չունեմ։ Մարդկային առումով այդ Յան ազգանունով մարդիկ, ովքեր այս ընտրություններում մասնակցել են, թե Գագիկ Ծառուկյանի, թե Սամվել Կարապետյանի, թե անգամ Ռոբերտ Քոչարյանի հետ որոշակի ճանապարհ կա անցած, որոշակի հարաբերություններ, ես երբեք Ռոբերտ Քոչարյանի ընտանիք չեմ մտել, որևէ բառ չեմ ասել, ընդհակառակն ասել եմ իր որդին իր հորն է պաշտպանում, Սամվել Կարապետյանի դեպքում ասել եմ հոր եղբորն է պաշտպանում ու ճիշտ է անում։ Գագիկ Ծառուկյանի պարագայում ընդհանրապես որևէ տեսակետ այդ առումով չեմ ասել, որ այդ մարդընտրություններում ոչ իր մասնակցությունն է դնում, ոչ վարչապետ է ուզում դառնալ, ոչ էլ падգամավորի մանդատը կվերցնի թե չէ։ Այսինքն խնդիրը իմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն է եղել, որովհետև ես համարել եմ, որ առաջինը Ռոբերտ Քոչարյանը ինքը Պուտինի կամքն է կատարում, որտեղ Պուտինի հետ քիմիա ունի։ Սամվել Կարապետյանը, չգիտեմ, իր մակարդակը մինչև Սաբյանին կամ Սաբյանինի տեղակալ, այնտեղ տենդերներ եւ այլը, այս համատեքստում է։ Ասենք Գագիկ Ծառուկյանը, Լուկաշենկոյի համատեքստում։ Ես համարում եմ, որ այս մարդիկ, այս դրսի այս մարդկանց ներկայացուցիչներն են իրականում Հայաստանում եւ իրենք Հայաստանը, ասենք Գագիկ Ծառուկյանը, Հայաստանի մոդելը տեսնում է Բելարուսի մոդելով։ Ու այդ համարում է լավը։ Ռոբերտ Քոչարյանը տեսնում է Ռուսաստանի մոդելով, ու այդ համարում է լավը։ Ինչու ձեզ չընտրեցին, պարոն Սարգսյան, քարոզարշավի ժամանակ հույս եք հայտնում, որ խորհրդարան անցնելու եք։ Այստեղ ամբողջ խնդիրը հենց առաջին հերթին սև ու սպիտակի դրսևորումն էր, ինչը նորից պիտի կրկնեմ, ձեռնատու էր իշխանությանը եւ իշխանությունը դրան չհակադրվեց, ընդհանրապես ջուր լցրեց այդ ջրաղացին։ Այստեղ դրսից եկածների այդ մասնակցություններ, հակակոռուպցիոնի այդ ամենօրյա ռեժիմով տալը ու մոտավորապես ստեղծվեց այն իրավիճակը, ինչ 2021 թվականին Ռոբերտ Քոչարյանի ընտրությունների ժամանակ էր։ Եվ այդ պարագայում մարդիկ վախենալով, որ Հայաստանը կարող է իր ինքնիշխանությունը կորցնել, հետնել արդեն քաղաքական դաշտում ըստ հակառակ թևի մամուլի միջոցների մենք Նիկոլ Փաշինյանի կցորդն էինք, մարդիկ գերադասեցին գնալ տալ Նիկոլ Փաշինյանին։ Ընդհանրապես այն քաղաքական թիմերը, ովքեր չէին հայտարարում, որ գալիս են Նիկոլ Փաշինյանին փոխելու, ովքեր չէին հայտարարում, որ որևէ պարագայում Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա չեն կազմի, այդ ուժերը, նայեք, մենք հանուն հանրապետությանը, Շիրինյանը քվե չեն հավաքել։ Քվե հավաքել են այն ուժերը, ովքեր միացել են Ռուսաստանի կոնսենսուս -1 մոտեցմանը։ Այսինքն որևէ պարագայում գործող իշխանության հետ կոալիցիա չեն կազմի։ Ու պատահական չի, որ այս ուժերը նաև ֆինանսավորում են ունեցել։ Հեչ պատահական չի, որովհետև այդ ձեռնատու դիրքավորում է եղել այդ ուժերի համար։ Մեր պարագայում ընդհանրապես, գիտեք, մեր ժողովուրդը չի մտածում, որ Նիկոլ Փաշինյանը բալանսավորող է։ Մեր ժողովուրդը մտածում է, որ Նիկոլ Փաշինյանը դեպի արևմուտք գնացող է, ուղղակի գնում է շատ զգուշավոր ու դանդաղ։ Այ Արամ Սարգսյանը ուզում է, որ մի քիչ արագ գնա, կարող է այդպես ճիշտ է, բայց այս զգուշավորն էլ լավ է։ Այսինքն մեր ժողովուրդը արևմտամետ է համարում Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանին արևմտամետ է համարում Ռուբիոն։ Դրանից առաջ գալիս է Միացյալ Նահանգների փոխնախագահ, իր աջակցությունն է հայտնում։ Եվրոպական բոլոր լիդերները, Եվրոպայի համաժողովը, այսինքն Նիկոլ Փաշինյանի ստացած քվեն, արևմտյան քվեն է, որում նաև իմ քվեն է։ Նիկոլ Փաշինյանը ընկալվել է որպես արևմուտքի միասնական տեխնացու։ Մնացած ովքեր այդ դաշտում չեն, իրենք ռուսական թևին են կամ ռուսական թևին ձեռնատու լոյալ թևի մարդիկ են։ Եվ այդ պատճառով է, որ իրենք քվեն։ Երկրորդ խնդիրը փողային խնդիրն էր։ Փողը շատ լուրջ ազդեցություն ունեցավ այս ընտրապայքարում։ Փողային մրցավազք սկսեցին դրսից եկածները ու իշխանությունը չհակադրվեց դրան։ Բացարձակ, ինքը մտավ այդ մրցակցության մեջ։ Հիշեք իրենց այդ ժողովները, հանդիպումները հանրության հետ, համերգները, համերգից հետո այդ դրոններով պատկերները, դուք գիտեք նրանք ինչ թվեր են։
Այսինքն դուրս եկավ, որ ընտրություններում կարող են հաղթել են ուժերը, ովքեր շատ փող են ծախսում։ Իսկ այդ արդեն արդար ընտրությունների դաշտ ապահովելու հանգամանք չի, չէ՞։ Ոստեղ ինչ է ստացվում։ Այն քաղաքական ուժերը, ովքեր ռուսական դաշտից եկել են, այդ փողերը ծախսել են, հիմա իրենք Ռուսաստանում տենդերներ կստանան ասֆալտի համար, այդ փողերը հետ կբերեն։ Որոշներն էլ ինչ-որ պատգամավորական խնդիրներով եւ այլնով իրենց անվտանգությունը կապահովեն, կպնել են մարդիկ, ովքեր իրենց ֆինանսավորել են կամ օգնել են, ու այդ կապ չունի, գիտես, նույնիսկ այն թիմի մարդիկ, ովքեր 1000 դրամ են գցվել կամ 10000 դրամ, պարտական է լինելու նրանց, ինձ ու քեզ պարտական չի լինելու, նրանց խնդրանքն է կատարելու, այս շատ վատ է ընտրական համատեքստի համար։ ԲՀԿ-ին դուրս թողնելու միտում տեսնում եք դուք, թե ոչ։ Ես ընդհանրապես համարում եմ, որ ԲՀԿ-ն ճիշտ է անում, որ պայքարում է եւ պայքարում է սահմանադրական դաշտում։ Ես ընդհանրապես ընտրություններից հետո այլ խորհրդարան անցած Իշխանության կողմից կա միտում ԲՀԿ-ին ԱԺ չթողնելու։ Ես կարծում եմ, որ իշխանությունը փորձում է ամեն ինչ անել, որ ինքը 3/5-րդի հնարավորությունը պահի եւ դատախազ եւ այլ այս ամեն ինչ։ Այդ թվում ԲՀԿ-ին դուրս թողնելու գնով։ Գիտեք ինչ, ուրիշ ինչ տարբերակ կա անելու։ Ես այստեղ խնդիրը գիտեք ինչումն է։ ԲՀԿ-ն ասում է, որ այ իշխանությունն ուզում է, որ իրեն դուրս թողնի ու այդ գնով է ուզում անել։ Եվ ինքը այդ խնդիրն ապացուցելու համար գնում է սահմանադրական ճանապարհով, դատական ատյաններով, կենտրոնական ընտրական անձնաժողով, կարող է նաև բողոքի ցույցերի դուրս գա ու ճիշտ կանի։ Եթե սահմանադրական ճանապարհով է գնում, ԲՀԿ-ն պետք է ապացուցի, որ ինքը այդքան քվե ունի ու իրեն ուզում են դուրս թողել, իշխանությունն էլ պիտի ապացուցի, որ ԲՀԿ-ն չունի ու ինքը այդ ոչ թե 3/5-րդի համար է անում, այլ անում է, որպեսզի ընտրությունները լինեն արդար։ Այստեղ տեսակետ ասելը իրականությունը, իրողությունը համադրելու մեջ է, որտեղ ես երբեք չէի պատկերացնի, որ, չգիտեմ, մեխանիկական առումով, լարվածությունից ելնելով, մարդը կարող է այս թիվը այս կողմից այն կողմ դնի։ Ես չէի պատկերացնի։ Ես այսքան տարի ընտրությունների մեջ եմ, իհարկե այս կարգի ընտրությունները, որ արդեն թվերը ավտոմատացված են նախկինում չեմ, բայց ես չէի պատկերացնի։ Հիմա ես չեմ կարող այդ հարցը վիճարկել, բայց ես ասում եմ, որ ԲՀԿ-ն ճիշտ է անում, որ բողոքում է։ ԲՀԿ-ն գնում է ճիշտ ճանապարհով։ Ընդհանրապես մեր պետությանը այսօր ստաբիլություն է պետք։ Ես համարում եմ, որ թե ուժեղ Հայաստանը, թե Հայաստան դաշինքը ճիշտ կանեն մանդատները վերցնեն, գնան ազգային ժողով ու ազգային ժողովում սկսեն պայքարել այն քաղաքական, որտեղ Հայաստանը խորհրդարանական երկիր է, որովհետև գերկարևորը պետության կայունությունն է, որովհետև փողոցային ցնցումները մեր պետության ամրությունը կթուլացնեն։ Իսկ մեր ունեցած փաստաթուղթը նախաստորագրված է։ Ես լավ հիշում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ընտրությունների ժամանակ ասաց, այ եթե մենք, չգիտեմ, սահմանադրական մեծամասնություն չունենանք, աշնանը պատերազմ է սկսելու։ Ես այդ օրվանից հասկացա, որ մեր քվեները գնում են այլ դաշտ, որովհետև այստեղ խնդիրը արդեն դրվում է կամ մեզ է կընտրում, կամ պատերազմ է լինելու, ու այդ պարագայում դու արևմտամետ ես, չգիտեմ, տրիպ ես առաջարկում եւ այլը։ Իմ կարծիքով չի լինելու պատերազմ, որովհետև ես վստահ եմ, որ ԱՄՆ-ը զսպելու է Ադրբեջանին։ Իմ կարծիքով Ադրբեջանին ձեռնատու է այս վիճակը նախաստորագրված փաստաթղթի ու ստորագրություն չունենալու, ավելին այս տնտեսական գործընթացները, ինչը սկսում են, դրանք իսկապես շատ լուրջ ներդրումներ կարող են բերել Հայաստանին, ավելին ես կարծում եմ, որ թե Ադրբեջանը, թե Թուրքիան, թե Հայաստանը, թե Եվրոպան շահագրգռված են թրիպով, եւ թե միջինասիական հանրապետությունները, թրիպին դեմ է Ռուսաստանը, ինքն է մղում Հայաստանում գործող կամ քվե հավատքած կուսակցություններին ոչ սահմանադրական կամ ցնցումային տարբերակներով երկիրը ցնցումների տանել եւ բարեբախտաբար առ այս պահը իրենք դեռ գործում են սահմանադրության շրջանակներում։ Վլադիմիր Պուտինի լռությունը ինչով է պայմանավորված։ Իմ կարծիքով նախ նրանով, որ Եվրոպան ու Արևմուտքը շատ շուտ շնորհավորեցին մինչև վերջնական արդյունքները, ինչը
իրեն ավելի լարեց, երկրորդ քվեարկության վերջնական արդյունքները ճշտելու համատեքստում սպասում եմ ինչը վերջնական արդյունքները լինեն, երրորդը որ ինքը չասավ Բելարուս ունենալու տարբերակին, չնայած իմ կարծիքով այստեղի մասնակից իր թևերը խոստացել էին, որ իրենք այնքան ուժեղ են ու Նիկոլ Փաշինյանը այնքան վարկաբեկված, որ ընտրություններին, եթե Նիկոլ Փաշինյանին կարողանան զսպելու իրենց թույլ տան, որ մասնակցեն, ու իրենք մասնակցեն, ապա Նիկոլ Փաշինյանը ջախջախիչ պարտություն կկրի, իսկ Նիկոլ Փաշինյանը այդ ջախջախիչ պարտությունը չկրեց։ Հիմա սպասում է տեսնի, թե կոնկրետ այս համատեքստում վերջնական արդյունքները ինչպիսին կլինեն, բարգավաճը կլինի արդյոք խորհրդարանում, թե չի լինի, եւ եթե կլինի այդ դեպքում, ասենք, կշնորհավորեն, լծակները կպահեն Հայաստանի վրա, ոչ ամբողջ Հայաստանի անկախության ոտքերից նորից կկախեն այս երեք ուժերին, որոնք Հայաստանի ցանկացած ացուրջախ գործողության դեպքում կփորձեն բողոքի ցույցեր անել, կփորձեն ազգային ժողովում վեճեր սարքել, կփորձեն ցանկացած օրենքի դեմ գնալ, այս իրենց ձեռնատու է եւ այս համատեքստում կարծում եմ ինչ որ պայից սկսած ինքը շնորհավորելու է եւ այդ ուժերն էլ մանդատները վերցրած գնալու են ազգային ժողով։ Ընդհանուր առմամբ լուծման մի խնդիր կար, որը ես ժամանակին ասել էի, եւ դրան իշխանությունները տեղյակ են, ես այդ նաեւ բարձրաձայնել եմ, նաեւ տետատետ զրույցներում եմ ասել, որ եթե գործող ընդդիմությունը այսօրվա ռուսական ընդդիմությունը մասնակցում է մոլեկուլներով առանձին այնպես ինչպես Գյումրիում, իմիջիայլոց այդ Գյումրիից հետո եմ ասել, Հայաստանի իշխանությունները պետք է հանդես գան միասնական։ Հայաստանի արևմտյան քաղաքական դաշտը կարող էր ամբողջացնել միայն իշխանությունը։ Հակառակ պարագայում որևէ մեկը չի կարող այդ ամբողջացնել։ Հնարավոր է, որ օրինակ Վլադիմիր Պուտինը չճանաչի ընտրության արդյունքները եւ դա ինչ հետևանքներ կունենա։ Եթե ինքը տեսնի, որ Հայաստանի ներսում քաղաքական եմբևերները, որի վրա ինքը հենվում էր, ունեն այնքան մարդկային ներուժ, որ փողոց դուրս գալով կարող են հասնել իշխանափոխության, այո, կարող է եւ չճանաչել։ Բայց ես կարծում եմ, որ նման բան, համոզված եմ, որ նման բան չի լինի, որովհետեւ հիմա տեղի ունեցողը իսկապես ընտրություններից հետո այդ գոլորշին բաց է թողվում, մարդիկ սկսում են սթափ մտածել, սկսում են հասկանալ ով ինչ արդյունքներ է գրանցել եւ այդ արդյունքների պարագայում փողոց դուրս գալով ինչի կհասնի, փողոց դուրս չգալով ինչի կհասնի։ Ու այս քշերքին ակնհայտ է, որ փողոց դուրս չգալով ավելին կարող է հասնել մանդատները վերցնելու պարագայում, քան փողոց դուրս գալով, որովհետեւ ընտրություններից հետո փողոց են դուրս գալիս հաջորդ կամ նախորդ օրը մի պարագայում, եթե այդ ընտրությունները ֆիզիկական առումով խախտվել են, այսինքն գողացել են ընտրատուփերը, հակառակորդներին ծեծել են, այս պարագայում ամբողջ խնդիրը նրանում է, որ ընտրությունները հիմնականում խախտել են այս երեք ուժերը, կաշառք են բաժանել դրսից, հովանավորվել են եւ այլ, ինչի հիմնավորված բազմաթիվ փաստեր կան, բայց այսօր իրենք ասում են, որ ընտրությունները խախտվել են։ Ու այս համատեքստում իրենք փողոց դուրս գալու կամ փողոցով իշխանապողություն անելու հնարավորություն չունեն։ Ու ես կարծում եմ, որ այդ գնահատականը Պուտինը հասկանում է, ունի ու կճանաչի Հայաստանի ընտրությունները։ Դուրս կգա փողոց Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, Ծառուկյանը, թե ոչ։ Որտեղ հեղափոխություն էին ասում, Քոչարյանը ասում էր, եթե քվեները գողանան ժողովրդի, հեղափոխություն կանենք։ Հիմի Քոչարյանն ինչ է ասում է ժողովրդի քվեները գողացել են։ Ես չեմ լսել Հայաստան դաշինքի կողմից այդ կարգի հայտարարություն, որ ժողովրդի քվեները գողացել են, ու եթե գողացել են, դիմում ինքը, որ դե գնում է սահմանադրական ճանապարհով ու ճիշտ է անում, թող դիմի։ Ինքը գնում է սահմանադրական ճանապարհով։ Իրենք ասում են կգնանք սահմանադրական ճանապարհով։ Կդիմենք ԿՀ, հետո կդիմենք սահմանադրական դատարան, հետո եթե սահմանադրական դատարանը որոշումը չկա, որ այն որոշումը չկայացնի, ինչ իրենց ձեռնատու է, կարող են եւ փողոց դուրս գալ։ Ես ասում եմ, որ փողոց դուրս գալու փորձեր իրենք անելու են, փողոց դուրս գալու առիթներ բազմաթիվ անգամներ պահելու են, այդ գործընթացը փողոց դուրս գալու անընդհատ օթում կախած են պահելու, բայց փողոց այդպես էլ դուրս չեն գալու։ Ինչի՞ 5 միլիոն քվե ունեն իրեն։
Գիտեք ինչ, կես միլիոն քվե ունենալը չի նշանակում, որ փողոցում կարող ես, չգիտեմ, 30-40 հազար մարդ ունենալ։ Դա բացարձակ այդ չի նշանակում։ Քվե ունենալու փողոցում մարդու 600,000-ը քվել Նիկոլ Փաշինյանն ուներ ու ԿՊ-ն։ Իրենց հանրահավաքին այդքան ասում էին, բերովի, մարզպետներով եւ այլով կազմակերպված, ինչքան էր 30 քանի հազար, չէ։ Նույնը Սամվել Կարապետյանի հանրահավաքը 18,000 էր, չէ։ Հիմի ասենք իր քվեն ինչքան է, դրանից ավել է, չէ՞ կարծում։ Այսինքն փողոց դուրս եկող ընդվզող մարդն ուրիշ է։ Փողոց դուրս էին գալիս Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ։ Փողոց դուրս էին գալի 2003 թվականին Ստեփան Դեմիրճյանի ժամանակ, որտեղ ընդդիմությունը կաշառք չէր բաժանում։ Մեր բաժանում էր կաշառք իշխանությունը։ Մեր պարագայում դերերը փոխվել են։ Կաշառք բաժանել է ընդդիմությունը, իշխանությունը փորձել է թույլ չտալ կաշառք բաժանելը։ Այս պարագայում փողոց դուրս եկող ու պայքարող մարդը դուրս է գալու միայն փողով։ Փողով դուրս եկող մարդն էլ ինքը չի պայքարելու, ինքը եկավ օրվա իր գումարը ստացավ գնալու է։ Այս մեխանիզմը նորից աշխատելու է տասնապետով, հարյուրապետով։ Պարոն Սարգսյան, Ռուսաստանի այս սանկցիաները միջև որ կարող են հասնել, որտեվ այսօրվանից էլ նաև այլ ապրանքատեսակներ, չրեղեն եւ այլն թույլ չեն տալիս Ռուսաստան արտահանել։ Այս հենց դրան էի ուզում հասնել, որ Հայաստանի իշխանություններին ժամանակին առաջարկեցի, քանի որ ընդդիմությունը հանդես է գալիս մոլեկուլներով, իրենք հանդես գան ամբողջական։ Եվ այդ ամբողջական հանդես գան արևմտյան թևի բոլոր ուժերին համախմբելով, որտեղ միայն իրենք կարող են արևմտյան թևին ամբողջությամբ համախմբել, որտեղ այդ արևմտյան թևին նաև Ռուսաստանի կողմից կան ներդրված էլեմենտներ, որոնք որևէ պարագայում մեկ այլ ուրիշի կազմակերպելու պարագայում չեն միանա։ Բայց գործող իշխանությունը չհամաձայնեց իմ այդ տարբերակին։ Ու իրենք բերեցին մի պատրվակ, որ այդ դեպքում իրենք չեն կարող ասել, որ իրենք բալանսավորման քաղաքականություն են վարում։ Ու հենց այստեղ էր այսօրվա ստացված իրավիճակի բարդությունը, որովհետև Մոլդովայի Մարիա Սանդուն ի սկզբանե ասաց, որ ինքը դեպի Եվրոպա է գնում։ Այսինքն, եթե գործող իշխանությունը այդ երկու աթոռի վրայից դուրս էր գալի, ասում էր, որ ինքը այս դեպի քաղաքակիրթ աշխարհ, դեպի Եվրոպա գնացող բոլոր ուժերին, ովքեր պայքարում էին գործող իշխանությունից ավելի շատ, մեկը ես ու կրկնում եմ, ավելի շատ, քան իրենք պայքարում էին այդ ուժերի դեմ, ու ավելի շատ հարվածներ էին ստանում կամ իրենց չափ հարվածներ էին ստանում։ Եթե իրենք համախմբում էին այս ուժերին, իրենք միանշանակ 65-68% քվե էին ստանալու։ Ինչ ուզում է սրանք անեին, միանշանակ ստանալու են։ Ու եթե իրենք արևմտյան գծի մեջ էին լինելու, հիմա այդ պատժամիջոցները, արգելանքները կային, արգելանքները չկային, Եվրոպան այդ դռները բացելու էր։ Այս պարագայում էլ Ռուսաստանը ինքը իր ունեցած ողջ գործիքակազմով Հայաստանին մղում է ուղիղ եմը։ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ եթե Ռուսաստանը գնա այդ քայլերի, մենք դուրս կգանք հապկից եւ ԱՏՄ-ից։ Կոչ եմ անում։ Արդեն հապկից իսկ ուզում են հանեն Հայաստանին, Լավրովը հայտարարեց։ Ես կոչ եմ անում, ոչ թե սպասեն, որ իրենց հանեն։ Խոստացել են, չէ՞, ասել են։ Խոստացել են, որ այդ օլիգարխները պիտի նստեն։ Այդ օլիգարխները պիտի նստեին մինչև ընտրություններ։ Ընտրություններից հետո, երբ որ քվե են ստացել, գնում են ազգային ժողով, ու արդեն կարող են դատախազ նշանակել, այս խոսակցությունները։ Տապանակար է համարում Նիկոլ Փաշինյանն, ասում է ջախջախել եմ եւ յուրաքանչյուր ոք տապանակար ունենալու իրավունք ունի, ասում է դա արդեն իրաց տապանակարն է։ Տեսնենք։ Ես երկար ժամանակի հետ լսում եմ։ Տեսնենք։ Այդ տապանակարը կտեսնենք, թե չէ։ Ես երբեք նման բառապաշար չեմ օգտագործել, չէ։ Ես երբեք չեմ ասել Սամվել Կարապետյանին շպիոն կամ Ռոբերտ Քոչարյանին այլ կերպ չեմ անվանել։ Ես ասել եմ, որ իրենք ուղղորդվում են Պուտինի հետ քիմիա ունեն, նայեցում, բայց ես այդ մեղադրանքները չեմ հնչեցրել։ Հակակոռուպցիոնը իմը չի, ես չեմ դրել այդ բացահայտությունները 24/7 ռեժիմով տարածել սև ու սպիտակի վերածելու, որտեղ այդ սև ու սպիտակի պարագայում իշխանությունը կարող է մեծամասնություն վերցնել։ Իշխանությունը գնացել է այս ճանապարհով քաղաքական դաշտը ամայացնելով։ Ու հիմի ասում է, որ այ կանեի, մինչև այդ պիտի անեիք, որ ընտրությունները արդար լինեին։ Սա է իմ ասածը։ Բայց չեք արել մինչև ընտրություններ, հիմի ընտրություններից հետո նորից խոստանում եք, արեք։ Ընտրություններից առաջ, երբ որ Ռուսաստանը միացրել էր այդ արգելանքները,
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ այդ դեպքում դուրս կգանք հապկից ու ԵԱՏՄ-ից։ Կամ պիտի չասեր, կամ եթե ասել է, պիտի դուրս գա։ Ընդհանրապես, երբ որ դու նստում ես երկու աթոռի վրա, այդ երբեմն դառնում է շատ ավելի ռիսկային։ Տեսեք, ռուսներն արգելեցին, Եվրոպան սկսեց դռներ բացել։ Սկսեցին Մերձբալթյան հանրապետությունները մեր ծաղիկներն առնել։ Հիմից Իրան է գնալու, չգիտեմ, Լեհաստան, թե ուր արդեն պայմանավորված են, այսինքն Եվրոպան ճանապարհներ է բացում։ Եթե դու խոստովանում ես, որ դու դեպի Եվրոպա ես գնում, դու չես թաքցնում, որ քո իրական արժեքները դեպի Եվրոպա են, որ դու բալանսավորում ասելով կախված ես մնացել հապկից, ԵԱՏՄ-ից, էներգետիկ կախվածությունից, ճանապարհների կախվածությունից, ուզում ես դրանից ազատվել, իսկ որ իրենք ուզում են դրանից ազատվել, ես կասկած չունեմ, ուղղակի թաքցնում են այդ, այս ավելի վտանգավոր է դառնում։ Կգնա կտրուկ քայլերի Մոսկվան, թե ոչ ԵԱՏՄ-ի հապկի հետ կապված։ Ես կարծում եմ իհարկե ոչ, որովհետև Ռուսաստանը հասկանում է, որ այդ ճանապարհով գնալու դեպքում ինքը կորցնում է Հարավկովկասյան հանրապետությունները, ընդհանրապես եւ այդ առումով ինքը լուրջ խնդիր ունի։ Ռուսաստանում խելոք մարդիկ կան, որոնք ի սկզբանե ասում էին, որ դուք Հայաստանում որպես մրցակից Նիկոլ Փաշինյանի ընտրել եք երկու օլիգարխի եւ մեկ նախկին իշխանության, ում ժողովուրդը չի ընդունում ու այդ տարբերակով դուք հնարավորություն չունեք Նիկոլ Փաշինյանին հաղթելու եւ այդպես էլ դարձավ, չկարողացան հաղթել, որովհետեւ հայ ժողովուրդը այդ օլիգարխներից ու նախկին իշխանությունից մինչև կոկորդը կուշտ է ու բողոքում է եւ Ռուսաստանը այս համատեքստում վերջի տարիներին Ուկրաինայի պատերազմից սկսած մինչև Արցախյան պատերազմը եւ այլը կոպտագույն սխալներ է գործել, կոպտագույն։ Ինքը Լեռնային Ղարաբաղի այ Ադրբեջանին հնազատ հանձնել է, որ Շոյգոն միասին թուրքերի հետ ծրագիր են կայացրել, այն որ Պուտինը այս 9 կետերը նոյեմբերի 9-ի ես ինքս եմ անձամբ գրել, իրենց դուրս են դրել այս տարածաշրջանից։ Ու հիմա տեսնելով, որ իրականություն է դառնում մի ծրագիր, որի անունը TRIP է, որը ընդհանրապես միջինասիական հանրապետություններից սկսած նախկին սովետական, որ իրենն էին եղել, դուրս է հանում իր ազդեցության գոտուց ու տանում է դեպի Եվրոպա, ուզում են սրա դեմն առնել։ Սրա դեմն առնելու գործիքները կամ գործիքակազմը իրենք չեն կորցնելու։ Իսկ այդ գործիքակազմը հապկն է ԵԱՏՄ-ն։ Եթե իրենք այս երկու գործիքակազմներ են հանում, իրենք Հայաստանի վրա ազդելու ուրիշ որևէ լծակ չունեն։ Ալիևը չի ազդելու այլևս, վերջ։ Իրենք էլ էքսպանսիայի ենթարկելու բարեբախտաբար սահման չունենք, ընդհանուր զորք չեն բերելու, հաջորդը մենք ասելու ենք դե հիմի վերցրեք ձեր ռազմաբազան ուստեսություն, հաջորդն ասելու ենք հակաօդային առանձին պաշտպանություն ենք ուզում, ու մեզ Ասելու է բայց իշխանությունը։ Ինչ? Ասելու է իշխանությունը։ Ճիշտ կանի ասի, ես օրինակ անդադետ եմ ասում ու ինձ կվե չեն տալի, չգիտեմ։ Դուք ասում եք նաև, որ հունիսի 7-ից հետո Ռուսաստանը կգա կառուցողական դաշտ, այս ամեն ինչը կվերանա, ընտրություններից հետո երկխոսություն կլինի, բայց տեսնում ենք, որ գնալով ավելի է խորանում, ինչու դա տեղի չունեցավ։ Նախ ասեմ, որ ես մարգարե չեմ, ես էլ կարծում եի, որ իշխանությունը կամ մեր ժողովուրդը իսկապես լուրջ քվե կտա արևմտյան թևի քաղաքական կուսակցություններին եւ կատեգորիկ կմերժի Ռուսաստանից ուղղորդվող, Ռուսաստանից Հայաստան ուղարկվող ռուսական թևի քաղաքական ուժերին։ Ես հանդիպումների ժամանակ բազմաթիվ անգամներ ասելու եմ, որ այդքանից հետո Լեռնային Ղարաբաղի եւ այլն դուք ոնց եք կվետալու այս մարդկանց։ Բայց պարզվեց, որ մարդիկ կան, որոնք փողով է թե առանց փողի գնում ու կվե տալիս են։ Ու եթե այսօր ասենք պարզ լիներ, որ գործող իշխանությունը սահմանադրական մեծամասնություն ունի, ազգային ժողովում կա ներկայացված արևմտյան մեծ ուժ այնպիսին ինչպիսին, մենք ենք Պուտինը միանշանակ կշնորհավորեր ու այդ պատժամիջոցները կհաներ, որտեվ կհամակերպվեր այդ վիճակի հետ, որ այլևս բողոքելու տեղ չկա ու վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, բայց երբ որ ինքը տեսնում է, որ բողոքելու տեղ կա, տեսնում է, որ իր ունեցած այդ քաղաքական թևերով կարող է Նիկոլ Փաշինյանին ոչ լեգիտիմ սարքել, այնպես ինչպես ինքն է Վլադիմիր Պուտինը ու իր Լուկաշենկոն են ոչ լեգիտիմ, ինքը այդ գործիքակազմը ամբողջությամբ օգտագործում է։ Խնդիրը այս համատեքստում է։ Հիմի Ռուսաստանը փորձում է մաքսիմալ Նիկոլ Փաշինյանին ոչ լեգիտիմ սարքել։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան։ Ես եմ շնորհակալ։